Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, FM 106 եւ կես հաճախությամբ իր աշխատանքն է սկսում Թարմուղեղով հաղորդաշարը, տաղավարում աշխատում է Հայկո Հիմինասյանը, հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Ոստան հայոց ռոք խմբի հիմնադիր, Հոգևոր Հայաստան նախաձեռնության անդամ Արեգ Նազարյանն է, ողջույն։ Ողջույն։ Պարոն Նազարյան, վերջին անգամ, որ հանդիպեցինք մեր տաղավարում, ձեր հիմնական մտավախությունը այն էր, որ ընտրությունների օրը պետք է տեղափոխել, պետք է դա թույլ չտալ, որպեսզի լինի ապրիլի 2-ը։ Ասում եք, որ ամեն ինչ անելու ենք այդ օրը տեղափոխելու համար, սակայն կարծես այս պահի դրությամբ դեռ որևէ բան չի փոխվել։ Ինչ մտադրություններ ունեք։ Մեզ փաստորեն առաջարկել են երկրորդ քառորյան։ Ես դա այդպես եմ ընկալում եւ գնահատում ապրիլի 2, 3, 4, 5, բայց ներքին քառորյա։ Մենք այդքան ռեսուրս չունենք ազգովի, որպեսզի տարին մեկ քառորյա ունենանք։ Ինչ ասեմ։ Մեռանք գոռալով, ճվալով, որ չի կարելի այդպիսի բաներ անել։ Ուղղակի մարդկային տեսանկյունից չի կարելի անել։ Լսող չեղավ։ Ձայն բարբարո հանապատի։ Ես իմ զավեշտալի պատմությունը պատմեմ, որտեվ թեմային է վերաբերվում։ 89-90 թվականներն են, այսինքն ավելի կոնկրետ 89-ի դեկտեմբերն է, ուրեմն դե Ղարաբաղ կոմիտեն ամեն ինչն է, Ցարի բոգը Հայաստանի, արդեն նստացել տղեկ են Մատրոսկի Տիշինայից վերադարձած, մտածում են ինչ անենք, ինչ չանենք, ճոխ նոր տարի անենք։ Կարգում են այդ ամբողջ իրադարձությունների կազմակերպիչ Վանոին, որպես ամենահումորով տղա, ինքն էլ որպես ամենահումորով տղան, այդ շրջանակներում նոր կոմիտե է ստեղծում, որը անվանում է Տոնածառ կոմիտե։ Կանչում են ինձ տեխնիկայի տուն, այդ ժամանակ շտաբը ընդեղ էր, ասում են դե Ոստան հայոցը պետքա 25-26-ին դեկտեմբերի նվագի Ստեփանակերտի մարզադաշտում, հետո պետք է վերադառնաք նոր տարվա գիշերը, 31-ի գիշերը, այդ Տոնայանոց տորթի շրջանակներում ամբողջ գիշեր նվագեք։ Խնդիր չկա, Վանիկ Սմբատովիչ։ Ինչա պետք դրա համար, մի հատ բեռնատար մեքենա մինչև Երևանի аэроպորտ, հետո Ստեփանակերտում аэроպորտից մինչև Ստեփանակերտի մարզադաշտ ու բնականաբար բեռնակիր բորտ։ Ուրեմն Երևանի аэроպորտում կանգնած են 3 բորտ։ Մի 26-ա մի հատ ուղղաթիռ, բեռնատար, 2 յակ 42 ինքնաթիռ։ Այդ ամբողջը զավեշտ է։ Ու ծրագիրը այսպես է, ուրեմն պետքա մի հատ մեծ տոնածառ տարվի Ստեփանակերտ Հայաստանից, չգիտես ինչի, տենց էր որոշված, լիքը կանֆետեղեն եւ նվերներ երեխաների համար ու մեր տեխնիկան ոստանայացի, որ պետք է նվագենք, դե այդ կանֆետեղենի եւ մեր դինամիկների մեջ անգամ 2 զենքեր արդեն դրված, որը կրկնակի դարձրեց քաշը, դե արդեն ժամանակը անցել է գաղտնիության, կարող եմ հանգիստ ասել դրա մասին։ Բայց օթային բան չեն տալի մեզ, են կողմը ռուսներեն, կոմենդանտский ժամանդեղ, ուղի չեն տալի։ Մի օր, 2 օր մենք քնած ենք կամազի կուզովի մեջ կանֆետների վրա։ Աչքերներս բացում են, կանֆետ ենք ուտում։ Վերջը, դե առաջինը թռավ ուղղաթիռը, արդեն 27-ներ կարծեմ դեկտեմբերի, ուղղաթիռը թռավ մեր տեխնիկայով ու իմ երջանկայի շատակրամանդատարի ուղեկցությամբ։ Երկրորդը ուրեմն պետքա տոնածառ ուղարկենք, այդ առանձին պատմությունն է։ Ուրեմն յակ 42-ը մի հատ կողքի դուռ ունի ձախ կողմից, մի հատ էլ հետևը լյուկ ունի բացվող։ Այդ տոնածառը մցրեցինք
10 քանի հոգով մցրեցինք սալոնը այդ մեջտեղի արանքով գնաց հասավ արդեն պիլոտների դռանը այսքան դուրս մնաց Բայց պիլոտները եկել են գլուխները քորմին ինչ անենք, ափսոսա կտրենք։ Ամել գործիք չկա։ Ոչմ, ասին լավ, այս լուկը կիսա կեսով կփակենք, այդքան բարձրություն չենք վերցնելու, որ խնդիրներ լինեն, էլի։ Ասին կապենք, այտենց բան ավիացիայի պատմության մեջ չկա։ Լուկը կիսափակ, ուրեմն տոնածառը կամագը մցրած, այդ խեղճ ինքնաթռի տենց է թռավ բորտը։ Երրորդ բորտով մենք գնացինք, մեջտեղի զավեշտները մի կողմ թողնեմ, հետ եմ գալի Երևան 13-ին պետք է գամ, այնտեղ խնդիրներ եղան հետ բերելու, տեխնիկայի հետ բերելու հետ կապված, ուրեմն ամսի 11-ն է, հունվարի դու մի ասա Երևանում ընկերներից մեկը խմելու փող չունի, արդեն նոր տարվա սեղանները սակավել են, ինչ անի, ինչ չանի, ուստեն ոտից վիրավորվել է։ Հեքիաթ։ Գալիս է մի հատ փոքր ֆոտոներիցս գտնում է, դնում է սենց տխուր դեմքով նստում է սրճարանում, մեր ընդհանուր սրճարանում, աններ չեմ ուզում տամ Այս սրճարանի բարմենին ասում է, կին ասում է, ինչ ա եղել ուստեն ոտից վիրավորվել է։ Դե բնականաբար մի շիշո գինի եւ այլն արդեն Բայց ինքը արդեն հողա պատրաստում հաջորդ օրերի համար։ Եթե վաղը ֆրանսիացի բժիշկներին վերտալյոտով չթռցնեմ, վիրահատություն չանեն, ուստին ուրեմն իրավոտը կտրեն, գանգրենա եւ այլն։ Բնականաբար ինքը ոչ մի ֆրանսիացի բժիշկ չի գտնում, ուղղաթիռն էլ չի թռնում, իմ ոտը կտրում են հաջորդ օրը ավելի ճոխ սեղան է բացվում այդ սրճարանում, երրորդ օրը իմ արդեն հոգեհանգստի արարողությունն է, այդ ընկերներից ոչ մեկ չի ֆայմում մի հատ զանգի մեր տուն հարցնի արեգը ուր է, այդ արդեն հունվարի 13-ն է, ես առոք-փառոք այդ օրերին իմ համար Ստեփանակերտի գարաժներից մեկում ինքնաշեն նռնակներ էի պատրաստում, ինչպես եւ բոլոր նորմալ հայ մարդիկ, գալիս եմ Պայուսակուսիս արդեն երեկո էր, ասի դե մի հատ մտնեմ սրճարան նոր գնամ տուն, դուռը բացում եմ իմ հոգեհանգստի հարարողություն, քար լռություն, պապանձվել են, իսկապես, որտեվ մեծ մասը, այսինքն 99%-ը հավատում էին, որ իսկապես մահացել եմ, այնպես որ, եւ ինչի համար ես ամեն ինչը պատմեցի, այդ ժամանակ պապիկս դեռ ողջ էր, բայց արդեն վատառողջ էր եւ ինքը առաջի հանրապետություն տեսած մարդ էր, ամեն անգամ որ գալիս էի տուն գիշերելու ռազմաճակատից հարցնում էր Արեգ ջան, լավ է լինելու, չէ։ Ասում էի, իհարկե պապիկ ջան, լավ է լինելու։ Եվ ինքը մահացավ 94-ի օգոստոսին, այսինքն տեսավ եւ անկախությունը եւ մեր զենքի հաղթանակը։ Այսօր ես կարիք ունեմ երեխեքիս ասելու, որ լավ է լինելու։ Բալիկներս։ Ռազմի դաշտում մենք ունենք այսպիսի հասկացություն, կարիդոր, երբ դու թշնամուն ճանապարհ ես թողնում, որ ինքը նահանջի, որպեսզի դու ինքդ քիչ կորուստներ ունենաս, որ ինքը մինչև վերջ չկռվի, նահանջելու տեղ ունենա։ Այսօր ըստիս մեր մեծահարուստները իրենք փնտրում են, բայց չեն գտնում այդ կարիդորը, ինչպես նահանջեն, որ համ իրենց թորներին փող մնա, համ մի քիչ էլ մեր հետ կիսվեն, մի քիչ պետությանը տրամադրեն եւ իրենք լոյալ կարգավիճակում մնան, այլ ոչ թե բունտի արդյունքում ոտնատակ լինեն։ Շատ լուրջ խնդիր է դա։ Իրենք կերել են, հասել են մի կետի, որտեղ չգիտեն ոնց անեն, որ
լեգալացվի այդ կուտակածը։ Հա, խնդրեմ, ճանապարհներ ցույց տանք։ Մենք բազմիցս ցույց ենք տվել այդ ճանապարհները ձեզ։ Հուշել ենք փափուկ, կոշտ, կիսակոշտ։ Լսեք։ Երբեմն լսեք էլի։ Դեբիլ չենք։ Երկար տարիներ ապրել ենք այս երկրում։ 5 մատիսպես գիտեմ այս երկիրը։ Հարցը շատ հաճախ երբ այս կամ այն գործիչներին տալիս է, թե մինչև ուր են թալանելու Հայաստանը, չէ որ երբ թուրքը գա չի նայելու դա, չգիտեմ, քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչ տունն է, թե Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու կամ մեկ ուրիշի, բոլորը այսպես էին պատասխանում, որ իրենց տները Հայաստանից դուրս արդեն ունեն։ Այն մարդիկ, ովքեր երկիրը թալանել են եւ այլն եւ այլն։ Եվ երբ այդ, այսինքն գնում եք կողոպուտ մինչեւ վերջին մինչեւ վերջին աստիճան կողոպուտ է գնում եւ մինչեւ այդ վտանգը չկա, նրանք Հայաստանը չեն լքելու, այսինքն իրենց տներ ունեն, գիտեն, որ օրը որ ժամին Հայաստանը ճամպրուկները պիտի հավաքեն ու լքեն։ Այստեղ հասարակությունը բոլոր հաղորդումների ընթացքում մարդիկ ուզում են լսեն, թե իրենք ինչպես պետք է ինչ կեցվածք պետք է ընդունեն։ Ցավոք քննարկվում է ընդամենը երկու ճանապարհ։ Իրենց պարտադիր դատել եւ ունեցվածքը ազգայնացնել, թե թող գնան, մենք հանգիստ ապրենք։ Այդ երկու տարբերակն են ընդամենը քննարկվում, երրորդ տարբերակ չկա։ Ու այս երկու տարբերակներից էլ ախր ազգակիցներս են, ոնց ես ինչ-որ մի տարբերակի կողմնակից լինեմ, շատ բարդ խնդիր է։ Մի կողմից այո, արդարությունը պահանջում է, որպեսզի իրենք եւ դատվեն, որովհետեւ անմեղ մարդ այսօր չկա։ Դա միանշանակ է։ Այս կամ այն չափով բոլորն են մեղավոր։ Ես եմ մեղավոր, որ ալարել եմ տեր կանգնեմ արածներից։ Կամ թքել ամեն ինչի վրա եւ սկսել զրոյից։ Դա էլ է տարբերակ։ Մաքրում ես սպիտակ էջից, սկսում ես, դա էլ է տարբերակ։ Դա մտածելու առիթ է, ես չեմ կարող ես այդ պատասխանատվությունը ինձ վրա չեմ վերցնի, որպեսզի ռեցեպտը տամ, ասեմ, չէ, սենց պետք է լինի։ Բայց ինչ որ բան պետք է լինի, որտեվ ես երեխաներիս թողնելու բան պետք է ունենամ։ Ես անիմաստ չեմ ապրել այսքան տարի։ Լավ է լինելու, երբ հաշտում էր ձեր պապիկը, դուք պատասխանում էիք եւ ակնկալում էիք, որ ձեր երեխաներն են նույնը պետք է ասեք։ Ձեր համար լավը ո՞րն է, այսինքն երբ դուք ձեզ կզգաք երջանիկ Հայաստանում։ Համեմատական, իհարկե, բացարձակ չի լինում, համեմատական արդարություն, սոցիալական ես նկատի ունեմ, երբ մարդ իր աշխատանքի դիմաց վաստակ է ստանում, մի շարք արժանավոր մարդիկ կան, որոնք այսօր անարժան զբաղմունքով են զբաղված ստիպված, մի շարք մարդիկ կան, որոնք ստիպված հեռացել են այս մեր երկրից արժանի մարդիկ, որոնք կարող են վերադառնալ եւ օգտակար լինել մեր երկրին։ Այդ հարցը ինձ միշտ տանջել է։ Արդյոք ընդունում եք այն մարդկանց, ովքեր գնում են դուրս լավ ապրելու։ Խոսքը շարքային քաղաքացիների մասին չէ, այլ երգիչների, արվեստագետների, ովքեր որ իրենց բարեկեցության համար հրաժարվում են հայրենիք ունենալու իրավունքից։ Իրավունք չունեմ մեղադրելու։ Իրավունք չունեմ։ Ամեն մեկը կերտում է իր ճակատագիրը եւ ապրում է այնպես, ինչպես ապրում է։ Ես ընտրել եմ սա, որովհետեւ համարում եմ, որ իմ մայրիկի, հայրիկի, իմ պապիկների, տատիկների եւ այլն ծնունդով փայատեր եմ այս երկրում։ Կներեք, բայց փայ ունեմ։ 1-3 միլիոներորդ կամ 10 միլիոներորդ փայը իմն է։ Եվ ոչ մեկին չեմ պատրաստվում դա նվիրել։ Եվ տեր եմ կանգնելու։ Եվ դաստիարակել եմ իմ
դուստրերին եւ ապագա փեսաներին նույն ոգով։ Հաստատ։ Не дождутся։ Ինչպես միացում շարժումը վերածվեց մեր հաղթանակն է խաղաղությունը կարգախոսին։ Լևոն Տեր-Պետրոսյանը, ես հիշում եմ, երբ նայում եմ կադրերը, բոլորը եւ պատմությունները գոռում էիք միացում, չէիք քննարկում սա մերն է, սա մերը չէ, միացում էիք բոլորդ պահանջում, իսկ այսօր Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անընդհատ տարբեր տեսահոլովակներում քարոզ է գնում, թե պետք է մեր հաղթանակը խաղաղությունն է, իսկ խաղաղության միակ բանը լինել դրանք զիջումներն են։ Զիջում չպիտի լինի միանշանակ։ Խաղաղություն կարող է լինել, բայց ոչ զիջումների գնով, այսինքն բացատրեմ։ Եթե ես մի քիչ կիսափակ ինֆորմացիա եմ հիմա տալու, բայց որը այդքան էլ բան չի, գաղտնի չէ, էլի։ Եթե մենք ի վիճակի լինենք քանդել խաղաղ ճանապարհով, քանդել ներսից դիմացի պետությունը, մեռնեմ օրենքին, թող քանդվի խաղաղ ճանապարհով։ Այսինքն գաղափարական, պրոպագանդիստական ձևերով ես միայն կողմ կլինեմ, ինչի մարդ զոհվի, ոչ ես կողմից, ոչ այն կողմից, բայց միայն այդ դեպքում խաղաղ ճանապարհով, որովհետև ինքը պետություն չի, կոնգլոմերատ է, ինքը արհեստական ստեղծված կոնգլոմերատ է, որը մեր խարանա մեր պատմության էջին, որը պետք է քանդվի, ընդամենը։ Այս ճանապարհով, թե այն ճանապարհով, այդ արդեն երկրորդ հարցն է։ Ինձ գործողությունների երթականությունը այդքան էլ չի հետաքրքրում։ Ինձ վերջնանպատակն է հետաքրքրում։ Ես պիտի ապրեմ այնց երկրում, որտեղ իմ զավակները, իմ թոռները խաղաղ ապրեն, հանդարտ ապրեն եւ բարեկեցիկ ապրեն։ Ազատ ապրեն։ Ուղղակի չմտածեն այդ բոլոր բառերը, որոնք ես թվարկեցի, իսպառ վերանա լեքսիկոնից։ Ընդամենը առավոտը դուրս գան պայծառ արևով։ Մտածեն ինչ են հագնելու այսօր։ Հա, այդքան բան։ Հետ ընտրական քարորիայի մասին, հա, խոսքը։ Այո, հետ ընտրական քարորյան ինչով եք պայմանավորվում, որ պետք է սկսի։ Այսինքն մի անգամ քաղաքագետ ասաց, որ մեր մոտ կատարյալ արդար ընտրություններ են անցնում, ոչ ոք չաշի թող անարդար չեն, որովհետև մարդիկ գնում են գործարքի, վերցնում են գումարը, ընտրում են այս կամ այն անձին, անգամ այդ կարուսելները իրենց իմաստը մասնակիորեն կորցրել են, մարդիկ պայմանավորվում են, գնում են եւ հանրահավաքներն էլ ենք տեսնում, այդ քարոզչական հանդիպումներն էլ ենք տեսնում, ինչպես են մարդիկ գնում, չեն թաքցնում, որ վերցնում են ընտրակաշառք եւ ընտրում են այս կամ այն ուժին։ Հետևաբար ինչով եք պայմանավորվում ներքաղաքական քարորյան։ Ցավոք սրտի այսօր առաջի դեմքերը չեն, որ պայմանավորում են նեգատիվ պրոցեսները, ձևավորում են նեգատիվ հետընտրական պրոցեսները, այլ որտեղ առաջի դեմքերը քիչ թե շատ ապահոված են իրենց կարգավիճակով, իրենց դա հավանաբար պետք չի, բայց իրենց ետևում կանգնած է մի ստվար բազմություն, որը ոչնչություն է, ինքը պարազիտար մասսա է, որը չի ուզում կորցնի այդ իր պարազիտ կեցությունը եւ ամենավտանգավորը այդ մասսան է, ինչ որ X-իկներ, որոնց անունները միգուցե մենք նույնիսկ չգիտենք էլ առ այսօր, բայց իրանք ծլում են այս շրջաններում ժամանակային եւ բավականին մեծ դերակատարություն են ունենում մանր գզվրտուկների
ինչու՞ չէ նաև կրիմինալ դրսևորումների ձևով։ Եվ վտանգը այդտեղից է, որտեվ իրականում իշխանությունը ոչ թե կորցնում են առաջի դեմքերը, այլ այդ ստվար գորշ մասան է կորցնում, որը կյանքում անելիք չունի, որտեվ անպիտան է այս կյանքում, բայց բռնել է ձևը ապրելու եւ չի ուզում հրաժարվի դրանից։ Տիգրան Մանսուրյանը սեպտեմբերի 2-ին 4-ին անցյալ տարվա թե 2-ին 7-ին, ներողություն, ասեց ցեցերը իրենք ասեց հանճարեղ մարդիկ են, իրենք գիտեն ոնց փոկեն այս կյանքից իրենք անպիտան լինելով այս կյանքին ստեղծարար չլինելով քանդող լինելով, այսինքն պասիվությունը նույնպես քանդողականություն է, ոչինչ չանելը արդեն քանդել է, կյանք քանդել։ Ցավոք մի հաղորդման մեջ հաստատ չենք կիսվի, հույս ունեմ դեռ մի 50 տարի կապրեմ, դեռ շատ կհանդիպենք։ Այնպես որ սթափվելու ժամն է երևի, սթափ նայելու, իրականում թշնամի ոչ միտեղ չունեմ, ինձ ոչ մեկում թշնամիները այդ ցեցերն են իմ համար, բոլոր կողմերի ցեցերը։ Արժանի մարդիկ կան եւ այնտեղ, եթե ասենք կախարդական փայտիկի միջոցով հնարավոր լիներ իրենց համախմբել ինչ որ գաղափարների շուրջ, մարդկային, համամարտկային մարդկությունը փրկելու, հայկականությունը փրկելու գաղափարների շուրջ շատ ուրախ կլինեի, բայց իրատեսական չեմ, իրատեսական չի դա անշուշտ։ Բանականությանը հուսանք։ Շնորհակալ եմ շատ, հարգելի ունկնդիրներ, լսում եք Թարմուղեղով հաղորդաշար, տաղավարում աշխատում էր Հայկո Հիմնասյանը, հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Վոստան հայոց ռոք խմբի հիմնադիր, հոգևոր Հայաստան նախաձեռնության անդամ Արեգ Նազարյանն է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։